Ընկերներ ողջույն, սահմանը անցնում ենք Իրանագետ Արմեն Վարդանյանի հետ։ Արմեն ողջույն, շնորհակալություն միանալու համար։ Ողջույն Ժիրայր, ես եմ շնորհակալ։ Արմեն, ընդհանուր իրավիճակի կանխատեսում ինչ է կատարվում Իրանի շուրջ, Մերձավոր Արևելքում եւ դեպի ուր կարող է իրավիճակը հասնել, որևէ կողմ պատրաստ չէ զիջումների, Իրանը ասում է ոչ մի բանակցություն, Թրամփը ասում է, որ Իրանի կապիտուլյացիա եւ վերջ, մենք պիտի մասնակցություն ունենանք նոր ղեկավարության ձևավորման մեջ ու նման բաներ ու իրավիճակը չի հանդարտվում, այլ ավելի է ընդլայնվում։ Ի վերջո, ինչ կարող է տեղի ունենալ, հնարավոր մինիմալ եւ մաքսիմալ սցենարները, որոնք կարող են լինել։ Դե հարագումարի բերելով այս մեկ շաբաթի պատերազմի կարելի է ասել, որ բնականաբար ԱՄՆ-ն եւ Իսրայելը զգալի, այսպես ահռելի գերակայություն ունեն Իրանի նկատմամբ։ Տեսնում ենք, որ Իրանը շատ լուրջ կորուստներ է ունենում, շատ լուրջ խնդիրներ ունի պատերազմի դաշտում, եւ դա իհարկե կանխատեսելի էր, նույնիսկ նախորդ տարվա Իսրայելի հետ պատերազմում տեսանք, որ Իրանը միայնակ դժվար է կարողանում դիմակայել Իսրայելին։ Հիմա դրան գումարվել է նաև աշխարհի թիվ 1 գերտերությունը, ԱՄՆ-ն եւ բնականաբար Իրանի գործերը շատ ավելի վատացել են։ Կարծում եմ դեռևս մի քանի շաբաթ կտևի այս ռազմական գործողությունները, այս պատերազմը, բայց թե ինչով կավարտվի դեռևս չեմ կարող ասել, տեսանելի չէ։ Իրանն էլ այն երկիրը չէ, որ իհարկե անվերապահ կապիտուլյացիայի գնա։ Իդեպ ասեմ, որ հեղափոխությունից հետո էլի դեպքերն եղել եւ ԱՄՆ-ն ռմբակոծել է Իրանի տարածքը, պես որ բայց էլի իշխանափոխություն չի կարողացել անել։ Այս պահին կդժվարանամ ասել, թե ինչով կավարտվի, ինչով կհանգուցալեցվի այս պատերազմը։ Մի բան ակնհայտ է, որ Իրանը առնվազն 10 տարով հետ ընկավ, միգուցե ավելի շատ, ահռելի կորուստներ է կրել ռազմական առումով եւ նաեւ հոգեբանական առումով։ Իրենց թվում էր, թե ԱՄՆ-ին եւ Իսրայելին, այսպես ասեմ, չի հաջողվի կամ ոչ թե չի հաջողվի, այլ չեն դուխ չեն անի, այսպես ասեմ, հարձակվեն իրենց վրա, բայց տեսանք, որ դա տեղի ունեցավ եւ Իրանը լուրջ կորուստներ է կրում։ Որքանով է հավանական, որ պատերազմը կարող է տեղափոխվել այս նաև մեր տարածաշրջան, այսինքն բուն ռազմական գործողությունների մասով։ Ես դա հավանական չեմ համարում, որովհետեւ նախկինում էլ եմ ասել մի քանի անգամ, որ այս տարածաշրջանում Ադրբեջանին զսպողը ոչ թե Իրանն է, այլ ԱՄՆ-ն։ Առնվազն 2022 թվականի Պրահայի հանդիպումից եւ հայտարարությունից հետո դրա մասին ես մի քանի անգամ ասել եմ։ Այն ժամանակ կային քաղաքական գործիչներ, փորձագետներ, որոնք որ ասում էին հենց Իսրայելը հարձակվի Իրանի վրա, Ադրբեջանը օգտվելու է առիթից եւ հարձակվի Սյունիքի վրա։ Այն ժամանակ էլ ասում են, որ ոչ, Ադրբեջանը այսպես շատ ծանր գին կվճարի եւ նրան շատ པարզ ասել են արևմուտքի կողմից, որ նա թանկ գին կվճարի, եթե փորձի Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ագրեսիա իրականացնի եւ տարածքներ գրավի։ Եվ տեսնում ենք, որ դա այդպես էլ շարունակ գնում է, ասեմ որևէ այսպես նշան չկա, որ Ադրբեջանը փորձում է ագրեսիա իրականացնել Հայաստանի դեմ, եւ չեմ կարծում, որ այս մեր տարածաշրջանը կբռնկվի նոր պատերազմով։ Չնայած պետք է ասեմ, որ իմ համար շատ զարմանալի էր եւ անկախատեսելի երեկվա իրադարձությունները Նախիջևանի օդանավակայանին մի քանի ԱԹՍ-ներով հարվածելը, որովհետեւ Իրանը եւ Ադրբեջանը բավականին լավ հարաբերություններ ունեն այս վերջին ամիսներին, նույնիսկ Ալիևը 2 օր առաջ գնաց Իրանի դեսպանատուն Բաքվում ցավակցական խոսքեր գրեց Հուշամատյանում եւ այս վերջին ամիսներին կարծես նրանց հարաբերությունները բավականին լավացել են եւ Իրանին էլ պետք չէր նոր ճշնամի անձինս Ադրբեջանի, այնպես որ իմ համար զարմանալի էր օդանավակայանի վրա հարձակումը։ Բայց ընդհանուր առմամբ ես մեր հարավային Կովկասում, այս փոքր տարածաշրջանում, հարավկովկասյան տարածաշրջանում որևէ լուրջ բան չեմ տեսնում, որ կլինի։ Ադրբեջանի մասով, հա, հակված եք որ սցենարը դիտարկել, որ սա կարող է պատրվակ լինել, որ Ադրբեջանը ինչ-որ ձևով ներգրավի այս գործողություններում, այսինքն միտումնավոր է շարված, թե գործել է պատահականության սկզբունքը, ում ձեռնտու է, որ Ադրբեջանը լինի, գուցե Իրանին էլ է ձեռնտու, որ պատերազմը ընդլայնվի Ադրբեջանի մասնակցությամբ, դե Իսրայելին կարող է ձեռնտու լինել որպես օգնող ձեռք հավելյալ։ Անկեղծ այդ հարցի պատասխանը ես չունեմ։ Իհարկե տարբեր բաներ կարելի է մտածել, տարբեր սցենարներ, թե ինչու եղավ, ով էր դրա շահառում,
Մի բան իմ համար պարզ է, որ Իրանը շատ լուրջ խնդիրների մեջ է ընկղմվել։ Իրականում միայն տեսնում ենք, որ միայն ԱՄՆ եւ Իսրայելի դեմ չի պատերազմ, նաեւ Մերձավոր Արևելյան, Պարսից ծոցի երկրների դեմ։ Ճիշտ է, անուղղակի է նրանց դեմ պատերազմ, բայց երբ որ այդ երկրներին հարվածներ է հասցնում, նրանք էլ իրենց հոբ համակարգը օգտագործում են Իրանի այսպես ԱԹՍ-ները եւ հրթիռները չեզոքացնելու համար։ Եվ այդքանով հանդերձ, այդքան խնդիրներով հանդերձ մի հատ էլ պետք չի կոնֆլիկտ Ադրբեջանի հետ։ Ոնց որ Իրանին ձեռնտու չէ, բայց նաև չեմ բացառում, որ կարող է Նախիջևանի տարածքում ինչ-որ հետախուզական տվյալներ են ստացել, որ Իսրայելն է այդ տարածքը օգտագործում Իրանի դեմ ինչ-որ հետախուզական գործունեություն իրականացնելու համար, որովհետև մենք գիտենք, որ նախկինում Ադրբեջանը եւ Իսրայելը այսպես սերտորեն համագործակցել են Ադրբեջանի դեմ հետախուզական գործողություն իրականացնելու համար Իսրայելը միշտ Ադրբեջանի տարածքը օգտագործել է Իրանի դեմ հետախուզական գործունեություն իրականացնելու համար եւ Բաքվից էլ բազմիցս հայտարարություններ են հնչել, որ Ադրբեջանի մեղադրել են իրենց երկիրը իսրայելական հարթակ դարձնելու մեջ, բայց բանը միայն մեղադրանքներից այն կողմ չի անցել, ինչ որ փոխադարձ հարվածներ, ռազմական գործողություններ կամ այլ լուրջ բաներ տեղի չեն ունեցել։ Եղել է դեպքեր, որ, ասենք, Իրանում Ադրբեջանի դեսպանին հրավիրել արտաքին գործերի նախարարություն, բողոքի նոտա է հղվել եւ այլն, բայց էլի ինչ-ինչ որոշ ժամանակ հետո կոնֆլիկտը հարթվել է եւ էլի շարունակվել է նորմալ հունով ընթանալ։ Այնպես որ իրենց հարաբերությունները միշտ էլ այդպես են եղել, մշտապես վայրիվերումներով լի են։ Մեկ տեսնում ես հարաբերությունները զարգանում են, մեկ տեսնում ենք այսպես լուրջ ճգնաժամ է առաջանում այդ հարաբերություններում, բայց էլի որոշ ժամանակ հետո կոնֆլիկտը հարթվում է։ Այնպես որ կարծում եմ որոշ ժամանակ հետո էլի ինչ-ինչ ձևերով կհարթեն այս խնդիրը։ Իրանը խոստացել է հետաքննություն անցկացնել, Ադրբեջանին խոսք է տվել, որ հետաքննություն անցկացնելու։ Տեսնենք ինչ կլինի, ամենայն դեպս Իրանը երկում է իր մասնակցությունը այդ միջադեպին, հայտարարում է, որ դրանք իր ԱԹՍ-ները չեն եղել, ինքը որևէ մասնակցություն չունի այդ միջադեպին եւ այլն։ Բայց մի բան ակնհայտ եմ պնդում, որ Իրանին պետք չէ կոնֆլիկտ, թե Ադրբեջանի եւ թե Թուրքիայի հետ։ Թուրքիայի հետ էլ Թուրքիան էլ շատ կարևոր երկիր է Իրանի համար եւ Թուրքիայի չեզոքությունը Իրանում բավականին այսպես գնահատում են ու շատ կարևոր են համարում։ Իսկ որը կարող է լինել այսպես ասած win-win իրավիճակը, երբ երկու կողմն էլ կարող է պնդել, որ իր հարցերը լուծել է, հա, եւ պատվով այսպես ասած ավարտել այս պատերազմը։ Դե քարոզչական նպատակներով Իրանը կարող է օգտագործել, որ տեսեք, մենք մեր թշնամիներին հաղթեցինք, ցույց տվեցին գրավել մեր երկիրը, վնասներ հասցրեցինք եւ այլն, բայց ակնհայտ է, որ Իրանը շատ լուրջ կորուստներ ունի եւ ռազմական տեխնիկայի առումով եւ երկրի գերագույն առաջնորդը սպանվեց, ռազմաքաղաքական ղեկավարության մի մասը գխատվեց, ոչնչացվեց, սպանվեց, նաեւ միջուկային օբյեկտներին էլ լուրջ վնասներ հասցվել, իրանական նավատորմը, Պարսից ծոցում գտնվող նավատորմը ըստ էության ամբողջովին ոչնչացվել է, դատելով ամերիկյան կողմի հայտարարություններից, ամերիկացիներն ասում են, որ Իրանն այլևս որևէ նավ չունի Պարսից ծոցում, եւ դա իրականությանը մոտ է կարծես թե։ Մի խոսքով Իրանի կորուստները ահռելի են, բայց քարոզչական նպատակներով կարող են իրենք վերջում ասել, որ մենք հաղթել ենք, ինչպես որ եղել է նախորդ մի շարք այլ դեպքերում։ Հետաքրքիր է, որ տեսեք նշում եք աշխարհի համար մեկ գերտերությունն է միացած այս գործողություններին, Իսրայելը, ծոցի արաբական երկրներ եւ այլն, որոնք անուղղակիորեն ինչ որ ձևով մասնակից են այս ամեն ինչին, քաղաքական աջակցություն կա տարբեր երկրներից այս գործողություններին, հա, օրինակ, չգիտեմ, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, որը իր ռազմաբազաները պատրաստ է տրամադրել
գործողությունների համար եւ այլն, բայց Իրանին աջակցող ուժեր այնուամենայնիվ մենք չենք տեսնում, հա։ Հա, զուտ ինչ որ հայտարարություններ, որ թող խաղաղ ավարտվի, չգիտեմ, դիվանագիտորեն հարցերը լուծվեն, բայց երկրներ, որոնք շատ ուղիղ քաղաքական եւ ռազմական աջակցություն են ցուցաբերում Իրանին եւ բացահայտ, հանրային դեպս դրա մասին տեղեկություններ չկան։ Այո, մենք խոսել ենք այդ մասին, կարծեմ առաջին մետաղամը, որ հավանական պատերազմի դեպքում ոչ Ռուսաստանը, ոչ Չինաստանը ուղղակի պատերազմի մեջ չմտնելու Իրանի կողմից ընդդեմ ԱՄՆ-ի եւ Իսրայելի։ Հնարավոր է ինչի աջակցություն լինի, բայց ուղղակի, այսպես ասեմ, ռազմական գործողությունների մեջ մտնել չի կանխատեսվում եւ կարծում եմ, որ մեկնել այսպես չի ցանկանա կոնֆլիկտ ունենալ ԱՄՆ-ի եւ Իսրայելի հետ։ Չինաստանը կարծես ինչ որ ռազմական օգնություն ցուցաբերում է, չնայած չինական հոբ համակարգն էլ աստորեն այդքան էլ օգտակար արդյունավետ չեղավ։ Գիտենք, որ նախորդ տարվա 12-օրյա պատերազմից հետո Իրանը որոշում կայացրեց ռուսական խոցված հոբ համակարգերը փոխարինել չինական հոբ համակարգերով, բայց տեսանք, որ դա էլ այսպես մեծ արդյունք չտվեց։ Կարծեմ մինչ այժմ Իրանը դեռևս չի խոցել ոչ մի ամերիկյան կամ իսրայելական գործանիչ, սա շատ կարևոր արձանագրում է եւ ընդհանուր առմամբ այո, այդպես էլ պետք է լիներ, այսօր որը մեկը չի ցանկանա բացի մի քանի, այսպես ասեմ, իսգո երկրներից ԱՄՆ-ի հետ դիմակայության մեջ մտնել։ Նույնիսկ տեսնում ենք Իրանի պրոքսիները ամբողջությամբ չեն մտել պատերազմի։ Օրինակ ես անկեղծ սպասում եմ, որ հութիները բավականին ակտիվորեն կներգրավեն այս պատերազմի մեջ, կհրթիռակոծեն Իսրայելի տարածքը կամ Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմաբազաները եւ նավերը, բայց դա չկա, տեղի չի ունենում։ Ինչը նախկինում մենք տեսել ենք։ Հութիները այն ժամանակ բավականին ակտիվ են։ Թե այս անգամ ինչ են շատ պասիվ չեմ կարող ասել, դա էլի հանելուկ է։ Հեզբոլլահն է մտել պատերազմի մեջ, միակ դաշնակիցը այս պայն որ կարելի ասես միակ դաշնակիցը, ինչ որ առումով նաև մի քիչ էլ Իրաքի շիաները, շիա աշխարհազորայիններն են փորձում վնասներ տալ ամերիկյան զինվորներին եւ բազաներին Իրաքի տարածքում։ Բայց որ լիարժեք պատերազմի մեջ է մտել, դա Հեզբոլլահն է, Իրանի պրոքսի խմբավորումը, իսկ պետություններից, միջազգային իրավունքի սուբյեկտներից որևէ մեկը փաստորեն Իրանին չի աջակցում, լուրջ աջակցություն չի ցուցաբերում, այսպես ասեմ։ Հայաստանի մասով էլի քննադատությունները շարունակվում են, նաև կար, որ Պապիկյանը գնացել էր պատերազմից օրեր առաջ Իրան, հանդիպել օրինակ պաշտպանության նախարարի հետ, որի հիմա սպանված է, մի բառ չի ասում այդ մարդու մասին ու նման բաներ։ Հա, ինչու են Հայաստանին ներսի որոշ ուժեր անդադ Հայաստանին դրդում շատ հասցեական լինել Իրանի հարցում, ինչ է դա ի վերջո տալու մեզ։ Ոչ մի բան մեզ չի տալու, կարծում եմ, այսքանը բավարար է, չնայած միգուցե նաև պետք է նաև այցելել Հայաստանի ղեկավարությունը միգուցե պետք է նաև այցելել նաև Իրանի դեսպանատուն։ Չգիտեմ ինչ հաշվարկներ կան թաքնված այս գործողություններում, բայց մի բան ակնհայտ է, որ Հայաստանը չի ուզում, որ արևմուտքի հետ խնդիրներ ունենա եւ դա տրամաբանական չէ։ Այո, տեղի ունեցել ցավակցական ուղերձ Հայաստանի վարչապետի կողմից եւ այսքանը երևի նորմալ է, միգուցե նաև արժեք այդ ամենի հետ մեկտեղ այցելել Իրանի դեսպանատուն։ Ավելին ես չեմ կարծում, թե ամենը ճիշտ է։ Եվ մասնավորապես Նախիջևանի թիրախավորումը, բայց չեմ ուզում դրա վրա կենտրոնանանք, այլ պարզապես այսպես հիշեցում հարցի համատեքստում, Հայաստանի համար թրիփի կենսագործումը կարող է որոշակիորեն ավելի բարդանալ այս իրադարձություններից հետո Իրանի հնարավոր ավելի կոշտ դիրքորոշման պարագայում։ Չեմ կարծում, վստահ եմ, որ այդպես չի լինի, որտեղ նախ թրիփը ինչ որ ռազմական ենթակառուցված չի, դա ճանապարհ է լինելու, հետո երկաթուղի եւ այլն, եւ Իրանը բնականաբար որևէ իրավունք եւ լեգիտիմ բան չունի աջակվելու կամ խփելու այդ թրիփին։ Կարծում թրիփը կիրագործվի, այս առումով ես խնդիր չեմ տեսնում։ Չնայած էլի որոշ ռուսական շրջանակներ տեսնում ենք խոսում են Իրանի կողմից թրիփը
այսպես ասեմ, տորպեդա արելու մասին, բայց դա ուղղակի անլուրջ խոսակցություններ են։ Կարծում եմ, որ Իրանը որևէ հնարավորություն չունի ուղղակի չեղարկելու կամ տորպեդա արելու այս նախագիծը։ Եվ Հայաստանը առաջ կտանի այս նախագիծը, մենք տեսնում ենք, որ ակտիվորեն մեր հայկական կողմը Հայաստանի դիվանագիտությունը առաջ է մղում այս ծրագիրը, խաղաղության խաչմերուկի ծրագիրը, ԱՄՆ-ն էլ է շատ ակտիվորեն ներգրաված այս գործընթացում։ Կարծում Իրանի դեմ ռազմական գործողությունները որովհետև չեն ազդելու թրիփի իրագործման համար։ Եվ մի հարց էլ էլի ներքաղաքական դերակատարներ, այսօր հայտարարություններ եղան, որքան էլ այդ հայտարարությունները կարող են շատ ինֆանտիլ թվալ, բայց այնուամենայնիվ ասում էին, այ այս պատերազմի ֆոնին հիմա Հայաստանը շատ կոպիտ ասած առիթ օգտագործելու է, որպեսզի Ադրբեջանին մի նոր ճանապարհ տա։ Ուզում եմ իմանամ նախկինում նման առիթներ չեն եղել, որ պետք էր սпасել այսպես աշխարհը իրար խառնվի, նոր տակից մի հատ քանի խառն են բոլորը ճանապարհ տանք էլի Ադրբեջանին։ Անցած տարի էլ եղավ պատերազմ, էլի ոչ մի ճանապարհ չենք տվել, հիմա էլ նոր բաներ չեմ տեսնում։ Գիտեք ինչ, մարդիկ կան, որ անընդհատ ինչ որ մի տեղ փորձում են պղտոր ջրում ձուկ որսալ, եւ մեկ Իրանի դիրքերից են հանդես գալիս, մեկ ԱՄՆ-ի դիրքերից են հանդես գալիս, մեկ, չգիտեմ, անընդհատ ինչ որ փորձում են հակադրվեն, բայց մեր դիվանագիտությունը, արտաքին քաղաքականությունը պետք է շատ ճկուն լինի եւ հիմա կարծում եմ հենց այդպես էլ կա եւ այլևս անցել են այն ժամանակներս, որ ասես ոչ հասկանալի, ոչ ըմբռնելի քայլեր էին ձեռնարկում։ Չնայած պետք է ասեմ, նույնիսկ Սերժ Սարգսյանի ժամանակ, նախկիների ժամանակ Հայաստանը Իրանի մասով երբեք էլ սխալ բաներ չի արել։ Միշտ շատ հստակ հայտարարել է, որ երբեք չի լինելու հակաիրանական գործողությունների արտաքին միջոց եւ Իրանում շատ հանգիստ են ընդհանուր առմամբ Հայաստանից չհաշված այս վերջին իրադարձությունները, երբ TP մասին համաձայնագիրը ստորագրվեց, որոշակի մտավախություններ կային, բայց Հայաստանի իշխանությունները խոսեցին Իրանի իշխանությունների հետ, փարատեցին նրանց կասկածները եւ թեման այսքանով կարծես թե փակվեց։ Ընդհանուր առմամբ Հայաստանը իր գոյության անկախության հաստատումից ի վեր երբեք Իրանի դեմ որևէ քայլ չի ձեռնարկել, որը որ կարող է նստված թողել մեր երկու երկրների հարաբերություններում։ Նույնիսկ Վրաստանի մասով ես օրինակ մի քանի տարի առաջ Վրաստան եմ եկել, այնտեղից մի փորձագետ շատ նեղացած մեզ ասաց, որ 2008 թվականի ռուս-վրացական պատերազմի ժամանակ Հայաստան գտնվող ռուսական ռազմաբազայից թռիչքներ են եղել եւ Վրաստանին թռիչքների միջոցով ավազներ են հասցրել, բայց Իրանի դեմ երբեք Հայաստանը որևէ երբ այս ուղղակի կամ անուղղակիորեն չի ներգրավել հակաիրանական գործողություններում։ Շնորհակալ եմ։ Ես եմ շնորհակալ։ Զրուցակիցս իրանագետ Արմեն Վարդանյանն էր, բաժանորդագրվեք YouTube-յան ալիքին, իսկ իրանական պատերազմի ծաղկաքաղին հետևեք Telegram-յան ալիքում, որի հողում այս տեսանյութի մեկնաբանության բաժնում։